Տիկին Ադիվետյան բարազեր, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսեք նաև ձեր տեսակետը եւ այսպես երեք Գյումրիում էր Նիկոլ Փաշինյանը ըստ էության ավելի ակնառու է դառնում, որ այլևս ինքը հիմնականում մերժված է անգամ իր տարածքները, հա, ավտոբուսներով, որտեղ հայտնի ֆիլմի մեջ է, չէ, գարի, սկսում են դառնում են այնտեղ, մի խոսքով ընտրազանգվածը չկա, այդ ժողվարչապետի ընդունողները չկան, եւ սա այն իրականությունը, ինչին ինքը բախվում է։ Խնդրեմ այս մասը ձեր տեսակետը, իր վիճակը, իրավունությունը ինչպես եք գնահատում։ Փաշինյանը բախվում է այն իրականությանը, որը ինքը իր ձեռքով ստեղծել է, այսինքն երբ որ ինչ-որ մի փոքր գյուղ է տանում երկու ավտոբուս մարդ, դա տպավորություն է, որ դա լիքը մարդ է հավաքվել Փաշինյանի շուրջ, բայց երբ որ քաղաք է գալիս մեծ, պատկերը այդքան էլ հաճելի չի, չնայած ես ասեմ, որ սա իրան դաս է լինելի, մյուս անգամ ոչ թե 2 ավտոբուս է տանելու, այլ 22 ավտոբուս, եւ հետեւաբար 150 հոգու տեղը կլինեն 1500 հոգի, եւ այդպես կփորձի բանանի։ Իմի բերի եւ բանանի մոռացության հանձնի այն պատկերը, որը մենք երեք ականատես եղանք։ Ինքը տիրապետում է այսինքն իրավիճակին, ինքը հասկանում է, որ ժողվարչապետի համար մեռնողները Իհարկե հասկանում է, որովհետեւ ճիշտ է ինքը չի կարդում, բայց այնուամենայնիվ ամեն օր իր սեղանին դնում են թարմ հետազոտության տվյալները առ այն ինչ վիճակում է գտնվում նրա վարկանիշը եւ նրա էլեկտորալ հեռանկարները, բնական է, որ նա այդ ամեն ինչը նրան ասում են, որովհետև ինքը իր խոստովանմամբ ինքը երբեք չի կարդում են ինչ որ իրան դեմ են տալիս, այլ առանց կարդալու ստորագրում է, երկու տողով բացատրել են եւ նա գիտի դրա մասին, բայց քանի որ ինքը տուպո է, ինքը չի հասկանում կամ հրաժարվում է հասկանալ, որ այն ինչ որ թղթի վրա է եւ այն ինչ որ իրականության մեջ է, դա նույն բանն է։ Իրանց հիմա հա դե գրել են իր այդ դեղին թերթի պես էլի, պարտադիր չի գրես այն ինչ որ կա, պարտադիր այն է, որ լայքերը շատ լինեն, ընթերցողները շատ լինեն իբր։ Ու իրանց հիմա որ հողի վրա պատկերը ուրիշ է, հեսա կգա կմտնի քաղաք, մարդիկ էլի սենց մեղուների պես կգան կհավաքվեն, կասեն պարոն վարչապետ, նենց արա աղջիկս հղեանը։ Իսկ իրականությունը մի քիչ ուրիշ է եւ երեք նա դրանում համոզվեց։ Դրանով է պայմանավորված նաեւ բարբերաբար իր հունից դուրս գալը, պորտկալը, իրեն չընտրողների շուշանգյալ անվանելը։ Ինքը առհասարակ, անդաստիարակ եւ ինքնակառավարում չունեցող էություն է։ Այսինքն ինքը միշտ է տենց եղել։ Եկեք հիշենք նրա կառավարության նիստերը, եկեք հիշենք նրա շփումը իր մերձավորների հետ, ինքը տենց մարդ է, անդաստիարակ, անկիրթ եւ ինքն իրեն չտիրապետող։ Երբ որ ինչ որ մի բան իր սրտով չի, նա սկսում է գոռալ, վիրավորել եւ այլ եւ այլ։ Այդ այն Փաշինյանն է, որին ընտրել եք, որին բերել եք ձեր գլխին ու չգիտեք հիմա ոնց պրծնեք։ Սա նոր բան չի, սա ինչ որ բացահայտում չի։ Սա պարզապես քանի որ արդեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ շաբաթը մեկ, դա դարձել է ավելի ակնառու։ Որ Փաշինյանը այն մարդկանցից է, որոնք բացարձակապես չեն ընդունում քննադատություն, չեն ընդունում անհանդուրժելիություն եւ չեն ընդունում, երբ որ իրանց ուզածով չի շատ անգամ եմ անդրադարձել այդ օրինակին, բայց մի հատ էլ կբերեմ, դե ամենասիրած օրինակն է, որը բնութագրում է Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ կարծեմ կապանում էր ընտրությունները, երբ որ ցերեկը ժամը 12-ին ինքը այն ժամանակ հələ լայվերով չարաշահում էր, որ լայվով ասեց
որ մենք դեմոկրատական երկիր ենք, որ մենք ընդունում ենք ժողովրդի ցանկացած ընտրություն, որ ժողովրդի ընտրությունը մեզ համար օրենք է, շատ երկար, շատ բարի, շատ կիրթ, շատ հանգստի մեջ, նա խոսում էր ժողովրդավարության մասին, ժողովրդի կամքի մասին, օրենքի մասին, որ ինքը բարի ձյաձյա է, ինքը պուպսիկ է, եւ ամենակարևորը ժողովուրդն է ու երեկոյան ժամը 12-ին, երբ որ պարզ դարձավ, որ ընտրվել է ընդդիմադիր քաղաքապետ, եւ ուսես փսլինքները էկրանի վրա ցպնելով սկսեց սպառնալ, վիրավորել, գոռգռալ եւ այլ եւ այլ։ Էսա Փաշինյանը, այսինքն ինչա ձեզ թվում, որ այս վերջի 2021 թվականին էր կարծեմ ընտրությունները, կարող է սխալվեմ։ Մի խոսքով, այս տարիների ընթացքում ինչ որ բան փոխվել է կամ Նիկոլը ինչ որ զարգացում է ապրել։ Իհարկե ոչ։ Մարդը սկի գիրք չի կարդում, մարդը չի հասկանում, որ կապ չունի դու որտեղ ես գտնվում, դու պետք է ինքնակատարելագործվես։ Նա հեռու է այդ բաներից ու ոչինչ չի փոխվել։ Ինչա ձեզ թվում, որ մյուս տարի նույնը չի լինելու, էլ ավելի վատը չի լինելու, որովհետև մարդը հերիք չի զարգանում, մի բան էլ շատ համառորեն բռնել է դեգրադացիայի ճանապարհը։ Երբ որ իրան շրջապատող իր ձեռից լափող շները մեզ պատմում են օրենքից եւ օրենքով արգելված արարքներից, ամեն քայլափոխի վրա նրանք ոտնահարում են այդ նույն օրենքը։ Ու գնալով ավելի վատ է լինելու։ Սա այն է, ճիշտ իրապես ինքը մտածում է քաղաքացիների մասին եւ առհասարակ 3 միլիոն վարչապետերի մասին շուրշանգյալներ։ Հա։ Իսկ ինչի ինքը այդպես պետք է չմտածի։ Դեռ Էզոպոսն է ասել, որ ստրուկը ազատություն չի ցանկանում, ստրուկը ցանկանում է դառնալ ստրկատեր։ Հիմա այդ Փաշինյանը, որը վախտին ստրուկ է եղել, մենտալ ստրուկ է եղել, հիմա դառել է ստրկատեր։ Ինչի՞ է ձեզ թվում, որ ինչ որ մի բան իր կյանքում, իր աշխարհընկալման մեջ ուրիշ պետք է լինի։ Երեկվա ստրուկը դարձել է այսօր ստրկատեր։ Ու ձեզ ընկալում է որպես այն ստրուկեր, որի շարքից նա դուրս է եկել։ Ոնց ինքն էր այդ շունուշանգյալների դասից, հիմա ինքը դարձել է շունուշանգյալների նաչալնիկ։ Իր, հա։ Ինչ բան է ուզում ցույց տալ նաև իր քրբարականներին, որ չնեղվեք Զիքեմպին դեմ, հա, այդպես որ Նորից ինքը այդ իր պահվածքով Տիկին Ադիբեկյան, ինչ բան է ուզում նաև իր ուսապարկերին ցույց տալ, համար որ այս պին դեմ նաև ոչ մի բան չկա, չվախենա։ Ինքը բան չի ուզում ցույց տալ, ինքը այդպիսին է։ Ինքը այդպիսին է եւ այդ իր մերձավորները շատ լավ գիտեն դրա մասին։ Շատ լավ գիտեն, որ եթե իրանք վիզ չծռեն Փաշինյանի դեմ, եթե նրանք չհնազանդվեն Փաշինյանի ցանկացած խելագար մտքի հետ, իրանք հաջորդ օրը SMS են ստանալու, որ գործից դուրս ես եկել, դու էլ ստեղ չես աշխատում։ Ինքը արդեն ոչինչ ցույց տալու կարիք չունի, ինքը այդպիսին է եւ հարկ չի համարում իր այդպիսի լինելը թաքցնել։ Ինքը երբ որ ուզում էր ցույց տալ, ինքը ցույց էր տալիս, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ժողովուրդը իր գործատուն է։ Այ դա ցույց տալա, դա ձևավորություն է։ Իսկ այն ինչ որ մենք տեսնում ենք, որ գոռում է, վիրավորում է, օրենքի վրա թքած ունի, իր այդ ցիպնոյ շներին բացաթողում քաղաքացիների վրա, այդ իսկական Նիկոլ Փաշինյանն է, այստեղ ոչինչ ինքը ցույց տալու չունի։ Գյումրիում հա մենք տեսանք նաև ոնց է, չէ, 2 ամիս առաջ էին բաժանել։ Հազիվ մոռացել ենք այդ փնթի եկի մասին, էլի եկավ ասպարես։ Ես չգիտեմ,
օրեր չեմ հաշվել, հա, այս վերջերս էր։ Լավ, հիմա տեսեք, ինչու եկավ Աննա Հակոբյանը ձեզ ասպարեզ։ Ես ունեմ մի քանի վարկած։ Առաջինը Աննա Հակոբյանի թվաց, որ ինքը մի ինձ չնաշխարհիկ ռեյտինգի տեր մարդ է, որը կարա առանց Փաշինյան կառուցի իր հեղինակությունը։ Նախ այդ բաժանվելու թեման միշտ էլ ասել եմ, դա ֆիկցիա է, որովհետև ինքը ունեցել է որոշակի գործառույթներ, այդ կուտակած գումարները, այսպես ասած, սուսուփուս բաշխի, պահի, որովհետև հունիսի 7-ը այդքան էլ միանշանակ ավարտ կարողա չունենան։ Ու ինքը երևի մտածել է, որ հեսա ինքը առանց Նիկոլի դառնալու է բան, կինոյի աղջիկ ու կառուցի իր ճանաչելիության կարիերան, ինքը լինի, բան, չգիտեմ, Էվիտա Պերոն լինի։ 2 ամիս անցավ, տեսավ ոչինչ չի ստացվում, իրան ոչ հիշում են, իրան ոչ հիշատակում են, բացարձակապես ոչինչ չի փոխվում, հակառակ իրեն մոռացության են հայտնում։ Ստիպված եղավ վերադառնալ ասպարեզ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, շողքի տակ մի քիչ բանանի, ոսկորները տաքացնի։ Առհասարակ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս մեկ կարևոր բան, որ քաղաքացիական պայմանագիրը եւ նրա հետ նրա մերձավոր շրջանակները գոյություն ունեն բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը չեն մյուս օրը կուկուռուզը բգին կանգնի ու մեռնի, քաղաքացիական պայմանագիրը նույն օրը ցրվելու է տներով, որովհետև նրանք չեն կարողանալու կառուցել նույն համակարգը, որովհետև Նիկոլ Փաշինյանի չափ հեղինակություն վայելող իրանց շրջանակներում մարդ գոյություն չունի։ Սա նախ Նիկոլ Փաշինյանի մարտավարությունն է, որովհետև բնական է, որ եթե նա սկսի ուրիշ հեղինակություններ աճացնել, մի գեղեցիկ օր կարժանանա բանի Ցեզարի ճակատագրին, իրան այլ կդույնեն ու դրանով թեման կփակվի, եւ երկրորդը նա չի կարողանում կառուցել համակարգ։ Իդեպ ասած, դա հենց անգրագիտության չափանիշներից մեկն է, երբ որ մարդ չի կարողանում կառուցել գործող համակարգ, նա բանանում ամեն ինչը կուտակում է իր ձեռքերի մեջ եւ ինքն է միայնձնյա սկզբունքներով կառավարում համակարգի աշխատանքը։ Վերադառնանք Փաշինյան Աննային։ Այսինքն մարդը հասկացավ, որ ինքը իրանով բացարձակապես ոչինչ չի ներկայացնում եւ նա ունի որոշակի արժանինքներ զուտ լինելով այդ մարդու կողքին։ Դա առաջի վարկածն է։ Երկրորդ վարկածը այն է, որ Աննա Հակոբյանը իր խասյատի համաձայն, որի մասին ես խոսել եմ միշտ, չունի կրկին համակարգված մտածելակերպ, այդ ամեն ինչը հասկացանք, նա երբեք իր սկսած աշխատանքը չի հասցնում ավարտի։ Ինքը ինչ որ մի բան շատ նենց աղմկահարույց նախաձեռնում է, հետո այդ գործի շուրջ ահագին երկար խոսում են, ինչ որ քննադատում են, բան են անում, այսինքն դրա աղմուկը, հետո հենց աղմուկը դադարում են, այդ գործը բրախում է։ Այս 8 տարվա ընթացքում ես չեմ կարող գրանցել ոչ մի case, որտեղ այս կինը ինչ որ մի նախաձեռնություն սկսի եւ բերի հասցնի ավարտի, դա վերաբերվում է եւ նրա բարեգործական գործունեությանը, եւ այս փսակվել չփսակվելուն, եւ մտքից թռավ Չինաստանում սովորելը, մարդիկ գնում են, ասենք, տարիներ, տասնամյակներ են նվիրում լեզու սովորելուն եւ բանանել։ Մարդը գնաց 2 ամիս Չինաստան ֆրֆռած, եկավ, ասեց Անտինցիա ու Աննա Փաշինյան ու դրանով իր կրթությունը ավարտվեց։ Մարդը սկի չկարողացավ գնա նորմալ մարդավարի կրթություն ստանա ու ասի, որ ես ոլորտում գրանցել եմ հաջողություն, ես սկսել եմ եւ ավարտել եմ։
Մարդը հետևողականությունից զուրկ պերսոնաժ է։ Նա չի կարող ինչ որ մի բան սկսի, անի եւ բերի ավարտին։ Եվ սա այդ պատմությունից է, մի քիչ խաղաց ամուսնացած, մի քիչ խաղաց բաժանված, մի քիչ խաղաց հիմա վերադարձ, ու իրան թվում է, որ դրանով իր ռեյտինգը ավելանալու է։ Իհարկե ոչ, որովհետեւ նմանատիպ կանանց էլ ավելի քիչ են հարգում, քան այն կանանց, որոնք դուրս շղկացնում գնում են եւ կառուցում են իրենց անկախ կարիերան եւ դառնում են ինչ որ մի բան, թեկուզ եւ ստվերում առանց մամուլում լուսաբանման, ինչ որ լուրջ հաջողություն են գրանցում կամ չեն հաջողում, ապրում են իրենց սուսուփուս կյանքով, դրանով ու որպես օրինակ կարող եմ բերել Ջոն Լենոնի առաջի տիկին Սինթիա Լենոնին, որը սուսուփուս բաժանվեց եւ ապրեց իր կյանքը, երեխա դաստիարակեց, ու կստացի լավ երեխա դաստիարակեց, ու վերջում այն ամենամեծ հարգանքը եւ պատիվը, որը կարելի էր նվիրել մարդուն, դա ոչ թե Յոկո Օնոն էր, որը քանդեց Ջոն Լենոնի ընտանիքը, այլ Սինթիա Լենոնն էր, որը մեծ պատվով տարավ իր ցավը, իր վիշտը, իր նվաստությունը, տարբերակներ կան, պարզապես քանի որ այս կինը արժանապատվությունից զուրկ է, ինքը չի հասկանում ինչ բան է արժանապատվությունը, երեսին թքում ես, ասում է անձրև եկավ, դրա համար ինքը մի 3 ամիսով էլի կբաժանվեն եւ ստեղից բխում է երրորդ վարկածը, որ նրանք հանրության ուշադրությունը շեղելով, այսինքն երկրի խնդիրներից, Փաշինյանի ցածր վարկանիշից, ընդդիմության, այսպես ասած, ուժի աճից, հա, նրանք իրանց հերթական ինտիմ կյանքն են առաջ գցում, որ մարդիկ զբաղվեն ոչ թե իրենց սեփական ապագայով, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ինտիմ կյանքով։ Ես ունեմ այդ 3 վարկածը, 3-ն էլ կարող են լինել եւ առանձին եւ միասին։ Տիկին Հանդիպեկյան կան նաեւ այսպիսի տեսակետ, որ բոլորները գիտեն Աննա Հակոբյանի անտիրեյտինգի մասին։ Եվ այսպես առաջին պլան նորից բերել են Փաշինյանը, այսպես է, որ ինքը վստահ ավանդությունները կեղծի իլյուզիացիա կալի կամ որ ավելի սարսափելի է մի նոր ու սարսափելի աղետ են իրենք նախապատրաստել։ Ես չեմ բացառում։ Հասկանում եք, քանի որ այս մարդիկ անկանխատեսելի են իրենց այդ խելագար որոշումների մեջ, ցանկացած զարգացում իրավունք ունի լինելու եւ ցանկացած կարծիք այդ զարգացումների շուրջ։ Հա, Աննա Հակոբյանը չունի ռեյտինգ, գիտեք ինչ, տենց մարդիկ կան, որոնք իրանց իրականում ոչինչ չեն ներկայացնում, բայց ասենք ինչ-որ ընտանիքի անդամ են, կամ ինչ-որ մեծ մարդու հետ են աշխատում, ու քանի որ այդ մարդուն բոլորը հարգում են, ընդունում են, լուսաբանում են, ես չգիտեմ, կարծիք են հարցնում, այդ կարծիքով առաջնորդվում են, այդ կարծիքը որպես բան են ընդունում, հիմք են ընդունում ապագա պլանները գծելու, ու այդ կողքի մարդը, քանի որ այս հեղինակության հետ է, իրան թվում է, որ այդ ամեն ինչը իրան էլ է վերաբերվում։ Ու ինքը կարա առանց այդ մարդու, առանց այդ հեղինակության զարգանալ, գնալ առաջ եւ այլ եւ այլ։ Ու երբ որ բաժանվում են, բանից պարզվում է, որ իրականում դա մի քիչ այդպես չի։ Նո, ես ուզում եմ պարզ օրինակներ բերեմ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը գնում։ Մի հատ ուզբեկական երգչուհի կար, Քաչալ աղջիկը, մոռացել եմ անունը։ Լավ, շատ օրինակներ են լինում, երբ որ ինչ-որ մի մեծանուն երգիչ, մի տենց նոր երգչին բերում ասպարեզ, միասին երգեր են երգում, միասին ինչ-որ սենց
չարտեր են կրում, բան ու այս նորը մտածում է, որ ինքը այնքան կա, որ կարա այս հնին տշի ու իր տեղը ինքը իր ճանապարհով գնա։ Նարգիզի մասին էի ուզում հիշել։ Նարգիզը 2-3 հատ լավ երգ երգեց, իրոք ռեյտինգ հավաքեց, իրոք դուրս եկավ չարտեր, ու ընդհանրապես այնքան կա, որ կարա պրոդյուսերին օրենքներ թելադրի, դուրս շղկացնի գնա, խնդիր չունես, դուրս շղկացրա գնա, ու վсё, վերջի անգամ երբեք Նարգիզի նոր երգ լսել, երբեք, որտեվ այն ինչ որ այդ կնոջ կյանքում տեղի է ունեցել պրոդյուսերի շնորհիվ, հասկանում եք, այստեղ նույն պատմությունն է, Աննա Հակոբյանին թվաց, որ ինքը այնքան կա, որ կարա ինքնուրույն բան անեն, կամ իրանք մարդու կնիկ որոշեցին, որ Աննա Հակոբյանը այնքան կա, որ իրանք այդ էլեկտորատը կկիսեն, Աննան իր ժողովրդին կտանի, Նիկոլի իր ժողովրդին կտանի, Աբրաբոտկա կանեն, հունիսի 7-ին կբերեն կմիավորեն ու կստանան մի հատ մեծ էլեկտորատ։ Այսինքն, այս պարագայում ցանկացած զարգացում իրավունք ունի, գոյություն ունի։ Փաստը անհերքելի փաստը կայանում է նրանում, որ Աննա Հակոբյանը ոնց եղել է ոչնչություն, այնպես էլ շարունակում է ոչնչություն մնալ։ Ու կապ չունի նա Նիկոլի կողքն է, Նիկոլի կողքը չի։ Ինքը իր ուղին է բռնել, թե ուրիշի ուղի վրա է պարազիտիրված անում։ Մենք կարող ենք անհերքելի փաստել մենակ մի բան, որ այս կինը անհետևողական է եւ երբեք իր սկսած գործը չի կատարում լավ եւ չի բերում ավարտի։ Եվ նման անձինք իշխանությունում անթույլատրելի են, կապ չունի ինքը ում կնիկն է, կապ չունի ինքը ինչ դերակատարություն ունի, կապ ունի այն, որ նա հավակնում է որոշում կայացնողների շարքը համալրել իր անորակ անձով։ Կարծում ծանոթ եք, հա, Արուսյակ Ջուբակյանի Այո։ Սա ինչի դրսևորում է, խնդրեմ։ Քաղաքացիական պայմանագրի ցինիզմի եւ բանի։ Հասկանում եք, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի ուրիշ դիրքորոշում ունենար կամ ուրիշ հրամաններ տար, ես հավաստիացնում եմ, որ Արուսյակ Ջուլակյանը մալակացոսը ձեռը վազելով կգնար Գոհար Ղումաշյանին օգներ։ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դրսևորումն է, որտեղ Արուսյակ Ջուլակյանի համար մեկ է ուրիշի նորածին երեխան, կերակրող մոր տառապանքները, իսկ ով որ կերակրող մայր է եղել եւ գիտի դա ինչ բան է, երբ որ կրծքերը լցվում են ու տրակում են։ Դա նման բան իրան թույլ չէր տա ասել։ Առավել եւս, երբ որ նա անձի տառապանքները, որը տվել պարագայում հավասարվում են խոշտանգմանը, սա խոշտանգման դրսևորում է եւ ցանկացած իրավաբան ձեզ դրա մասին դա կփաստի։ Երբ որ նա հիմնավորում է անձի խոշտանգումը օրենքի պաշտպանման, օրենքով արգելված արարքները կանխարգելելու նպատակով, այստեղ պետք է ասես, այ չընթրլո, առաջի հերթին, խոշտանգելը օրենքով արգելվող արարք է։ Քաղաքացուն վրա երթի ենթարկելը օրենքով արգելված արարք է։ Քաղաքացուն սպառնալ օրենքով արգելված արարք է։ Քաղաքացու վրա թքելը օրենքով արգելված արարք է։ Պետական բյուջեն մսխել ու Արուսյակ Ջուլակյաններին պարգևավճարներ վճարելը օրենքով արգելված արարք է։ Երբ որ դու խոսում ես օրենքով արգելված արարքներից,
ապա առաջի հերթին ինքդ այդ օրենքը հարգի, պաշտպանի, հետո նոր ինչ որ մեկ ուրիշին մատնացույց արա եւ ենթարկի խոշտանգումների։ Հասկացար։ Իսկ Կարուսակ Ջուլակյանին ես ընդամենը մաղթում եմ, որ իսկ այդ օրը կգա, նա հայտնվի այն վիճակում, որում հայտնվել է այսօր Ղումաշյան Գոհարը։ Երբ որ քո 2 ամսական երեխոց կտրված կլինես, երբ որ կտրակես կաթից, այն ժամանակ ես կգամ ու քեզ կնվիրեմ մի հատ մալակացոս գոնե, որովհետև խոշտանգումները օրենքով արգելված արարքներ են։ Սարիկ Մինասյանը տեսակ 3 հոկտատերերին էր հայվայում։ Տեսել եք անթե։ Չէ, բարեբախտաբար չեմ տեսել։ Բարի իմաստով հայոյան հոկտատերերին էր մարդկանց, ովքեր ասում են ինչ կան էլի իրենք։ Հարգելիներս ես չեմ հասկանում, այստեղ պրոբլեմ, ես այստեղ պրոբլեմ չեմ տեսնում։ Այսինքն Որովհետև այստեղ ես պրոբլեմ չեմ տեսնում, որովհետև դա այն պատկերն է, այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք եւ որը ստեղծվել է մեր ընտրողների կամքի դրսևորման շնորհիվ։ Երբ որ 24 թվականին 25-ին էր, չէ՞, ընտրությունները։ Սարգ Մինասյանն ասում էր. բարի քաղաքացիներ, մեր քաղաքը, մեր ժողովուրդը, մեր եսին ինչը ձեզում էր այդ Սարգ Մինասյանը, ոչ։ Սարգ Մինասյանը ագրեսիվ մարդն է, որը կարող է շատ կարճատև ժամանակ լինել բարի, բարեհամբույր, քաղաքակիրթ, որովհետև նա պետք է զբաղեցներ պաշտոն։ Հիմա պաշտոն չունի, նա բացարձակապես ազատ է բոլոր պայմանական արգելակներից եւ դրսևորում է այն ինչ ինքը կա։ Ու իդեպ ասած, նես չի որ ես հայհոյանքներից ինձ ու շատ հապվում եմ, որովհետեւ դա էլ է շփման ձև, այստեղ խնդրեմը ուրիշ բանի մեջ է։ Երբ որ դու նման վարկը քո համար համարում ես ընդունելի, ապա ինչի դու չես ընդունում, ինչու քո համար ընդունելի չի նման վարկը քո նկատմամբ։ Սա է խնդրեմը։ Ու ես ասեմ, որ այս հայհոյանքների մշակույթը դա էլ է 2018 թվականի նվերը մեր ժողովրդին։ Որտեւ ես չեմ հիշում դեպք, որ այս աստիճանի հայհոյանքը դառնար քաղաքական խոսքի տար։ Ես չեմ հիշում, որ ես հիշում եմ դեպք, երբ որ կամ Ալեքսանդր Սարգսյանն էր, կամ բանը Շմայսյանն չեմ հիշում։ Երբ որ նա մտնում էր թե ԱԺ էր մտնում, թե կառավարության շենք էր մտնում, արդեն չեմ հիշում, երբ որ բանը լրագրողը այնքան սադրեց, ներվի վրա կաթած, այս մարդը ասեց, «Տո գնա ես քո»։ Դա դարձել էր պետական մասշտաբի աղմուկ։ Ոնց կարա իրան թույլ տա պատգամավորը նման բան, իսկ հիմա դա նորմա է։ Դա նորմա է։ Ինչն է ձեզ զարմացնում։ Այլևս իրենք թաքցնել բան չունեն։ Ինչպես։ Հա, այսինքն այսպես հրապարակային որ Ինչից պիտի վախենան։ Քո ԱԺ-ի խոսնակն է թքում քրֆում իրան ոչ մի բան։ Իրա թիմակիցը ինչից պիտի վախենա։ Միակ զոհը այդ ամբողջ պատմության եղել է այն, որ այն խեղճ ու կրակ Լենա Նազարյանը, որ բան էր, կարծեմ Թագուի Թովմասյանին էր ասել իդիոտ կա, խեղճին ստիպեցին ներողություն խնդրել, այն էլ ենթադրում եմ, որ
զուտ այն պատճառը, որ Թագուհի Թովմասյանն էլ էր պատգամավոր։ Այսինքն թե ինքը ինձ ասեր իդիոտ կա, հաստատ ոչ մի ներողություն ինձանից չէր խնդրելու հրապարակային։ Մի մեջբերում անեմ, ինչ է ասել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, ծանոթ եք թե Մամեդյարովը արդեն վաղուց նախկին նախարարը։ Ինչ է ասում։ Ադրբեջանը նորից ըստ էության կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին։ Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ Քոչարյաններից, Կարապետյաններից, Սարգսյաններից եւ այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում, սկզբունքորեն չեն հավատում այս փողերին, այնպես որ այս դեպքում ինձ թվում է Փաշինյանի շանսերն ավելի շատ են։ Նախ Մամեդյարովը այն մարդը չի, որը նման կարծիք կարող է հայտնել, որովհետև նա արդեն շատ վաղուց ասպարեզում չի, նա շատ դժվար թե տիրապետի լուրջ ներքին ինֆորմացիային, սա ընդամենը լոզունգներ են, առայն որ Մամեդյարովի ընկալմամբ Փաշինյանը Ադրբեջանի համար ամենանախնդրելի թեկնածուն է, սա է բանաձևը, որովհետև ինչից է հոգնել հայ ժողովուրդը, դա իրականում այդ հարցի պատասխանը պետք է տային կամ կտան, տալիս են լուրջ խորը գիտական, սոցիոլոգիական հետազոտությունները։ Ես կասկածում եմ, որ Մամեդյարովը տիրապետում է այդ տեղեկատվությանը կամ ինչ որ հետազոտությունների արդյունքների հիման վրա է ասում։ Սա ընդամենը բան է։ Իրականում Ադրբեջանում տարբեր կարծիքներ կան, մինչ ընդհուպ այն, որ Փաշինյանի շնորհիվ ձևավորվել է այնպիսի տարածաշրջանային կոնֆիգուրացիա, որ այսօր ով էլ գա, մենք օքեյ ենք։ Այսա մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով որ կգա, որովհետև Փաշինյանը Հայաստանին մտցրել է նենց ծակը, որ իրավիճակ փոխելու հնարավորություն Հայաստանը այլևս չունի եւ նա խոսելու է, նա գործելու է այն դիրքերից, որում նրանք հայտնվել են Փաշինյանի շնորհիվ։ Փաշինյանը Մավր сделал свое дело, Մավր может уходить։ Փաշինյանը իր նվերը Ադրբեջանին արդեն արել է, հետեւաբար կլինի նա իշխանության, թե չի լինի իշխանության, Ադրբեջանի համար էական նշանակություն չունի։ Հա։ Այո։ Նշանակություն չունի, ես իր արածները Արցախը հանձնեց կամ մնացածը Հայաստանում ասողել լեսյունիկը կրկնում եմ Հայաստանը շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հայտնվել է իր վիճակում, երբ որ ադրբեջանցիները իրենց տանկերը մտցնեն կապան, Գևորգ Պապիկյանը առաջինը ինչ կանի տոմս կառնի իր այդ էքին երեխու հետ կուղարկի կուդանիբուտ, երկրորդը իրան տոմս կառնի եւ կասի այդ ես չեմ գծել այդ սահմանագիծը, իմ շնորհիվ չի, որ մենք ի վիճակի չենք դիմադրելու, հետեւաբար կներեք, սխալվեցի ես թռա։ Սուրեն Պապիկյանի մասն է։ Հա, ես ինչ ասի։ Սուրեն Պապիկյան, հա։ Բա Գևորգ Պապոյանն ու Սուրեն Պապիկյանը իմ համար նույն բանն է։ Սրտիկներ են բանում։ Ես չեմ։ Հա, բա ինչ պետք է անեն։ Պաշտպանության նախարար ու անցած շաբաթ հերթական զոհը բանակում։ Այս իրողությունը, այս խայտարակ վիճակը ինքը սրտիկներ Պապիկյանը ունի իր գործառույթները, որը ինքը փայլում կատարում է։ Ցավոք սրտի այդ գործառույթները միտված չեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ զարգացնել Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Մնացած բոլոր իր կարևորագույն գործառույթները Պապիկյանը կատարում է փայլուն։ Եվ այս ամենի զուգահեռ վերջերս դիվանագիտական ֆորումին էր մասնակցում Ալեն Սիմոնյանը։ Գիտեք, չէ՞ ինքը մշտապես ինչպես է արտահայտել մեր ռազմագերիների մասին, բայց ինչ էր այնտեղ ասում։ Խաղաղության լիարժեքության համար 19 մեր ռազմագերիները պետք է վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, անհետ կորածների հարցն է պետք է հստակեցվի, պարզվի եւ այլ չպարզված հարցեր։ Մեկ ամիս առաջ ընտրություններից այս ինչի դրսևորում է։ Մեկ ամիս առաջ ընտրություններից ինքը այդ պետք է ասի։ Հունիսի 9-ին ինքը շատ հանգիստ կզանգի, կասի
Всё, թարգեք, պետք չի, ադբոյ, պետք չի։ Սա օքեյ է։ Ես դες հիշեցնեմ 21 թվականի պատմությունը, որ մեր եղբայրությունում գտնվող եղբայրները թող մի 3-4 ամիս էլ դիմանան, մենք կգանք իշխանության եւ նրանց կվերադարձնենք տուն։ Անցավ 5 տարի։ Իրենց իսկապես թվում է մարդիկ չեն մոռացել, իրենք ինչ են ասել, ինչ են արել, ոչ մի հատ էլի ուզում են խաբել։ Այստեղ գիտեք ինչ գոյություն ունի մի շերտ, ես չգիտեմ այդ ինձ թվում է վաղուց պետքա կոտրված լինի այդ կարծրատիպը, բայց այնուամենայնիվ մարդիկ սովորեն հավատալ խոսքին։ Այս Սիմոնյանը ասեց, ուրեմն անելու է, չէ, պարտադիր չի։ Հակառակը, այս սրանց պարագայում, երբ որ ինչ-որ բան ասում են, այդ նշանակում է, որ լինելու է ճիշտ հակառակը։ Համենայնպես 8 տարվա փորձը դա է ցույց տալիս։ Ու ես չեմ տեսնում ոչ մի նախադրյալ, որ հաջորդ 5 տարում լինելու է ինչ-որ ուրիշ ձև։ Հետևաբար Ալեն Սիմոնյանը, երբ որ այդ Հայաստանի ագրիզկով գնացել էր Գաֆարովայի դեմը նստել էր, մի հատ ուշադիր նայեք Գաֆարովայի դեմքի արտահայտությունը։ Ասենց։ Muy բարձիկա։ Հեգնանք, որ դու արեցիր այն ինչ որ ինձ ա պետք։ Հիմա դեմս չոքած նստած ես, քեզ թվում է դու կինոյի տղա ես։ Էսա։ Եվ եթե այսպես ամփոփենք այս իրենց վախերը այլևս ակնառու են, իրենց ժող վարչապետի մեծարողները այլևս չկան, իրականության ինքը առերեսվում է, ինչ էլ ավելի խայտարակ քայլերի ինքը պատրաստ գնալ։ Կանայք, անչափահասներ, չափահասներ տանը բերման ենթարկին գործ հարուցեն, կալանավորեն, ես անում է։ Իրականում այդ կալանավորումները հատկապես կին եւ երեխայի պարագայում Փաշինյանի դեմ են աշխատում, որտեղ երբ որ 2-3 դպրոցական ձերբակալեցին եւ մեկին տարան կալանավորման, սկզբից 3 ընդամենը 3 հոգի էին։ Հիմա այդ 3 հոգու ամբողջ շրջապատը, անգամ այն մարդիկ, որոնք առնվազն թեթև սիմպատիա ունեին, ել չեմ ասում, որ իրանք սենց մոլի Նիկոլա պաշտեին, բայց հակված էին Փաշինյանին ձայն տալու, ելնելով նրանից, որ ընդդիմադիր շրջանակներից ոչ ոք իրանց չի բավարարում։ Հիմա իրանք այդ մարդիկ արդեն հաստատ գիտեն, որ իրանք ումուզես ձեն կտան, բայց Փաշինյանին ձեն չեն տա։ Որտեւ այդ մարդիկ հասկանում են, որ վաղ էս Դավիթի, Միքայելի տեղը ես կլինեմ, իմ երեխեն կլինի։ Որս մարդիկ սրբություն չունեն։ Որոնք կերակրող մայր են տանում փակում, ենթարկում խոշտանգումների, որովհետև այդ մարդը մի քիչ ոնց որ թե ակտիվ գործունեություն է ծավալում ու կարող է մեկ էլ տեսար իրոք խանգարի ՔՊ-ին ձեներ հավաքել։ It's որ ինչքան շատ, այնքան լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։